բախտը նրանով մի քիչ չի բերել, որ ես շեֆի աղջիկ եմ եղել։ Ես լավ ընկերներ չեմ ունեցել ի սկզբանե։ Այսինքն միևնույն է ինչ որ մի հատ փոքրիկ շահիկ ինչքան էլ անկեղծ ընկերություն ա եղել, այդ հետապնդել է։ Եթե սիրում ես, ուրեմն ամեն ինչը պետք է սիրես, իր վատն էլ պետք է ամենասիրես։ Ինչի՞ ես անդադ մենակ լավին սիրահարված։ Իմ համար դավաճանությունը այդ всё, ես այդ մարդը այդ պահից սկսած չկա այլևս։ Երիտասարդ տարիքում ամուսնանալ դրա համար չի կարելի, պետք է մաքսիմալ հնարավոր կերպ ոնց որ ձգել։ Ոչ թե ձգել չամուսնանալ, այլ քեզ ճանաչել։ Ինձ ասեցին, որ ես 3 երեխայով երբեք չեմ ամուսնանա ու կլինեմ ինչ-որ մեկի սիրուհին։ Դե ժողովուրդ ջան, տարբերակ չունեմ մահանալու, չեք խոսում, ոչ եք գրվել, այսքան երեխա ունեմ, ում եմ թողելու ձեզ, հələ ձեզ նայեք։ YouTube-ում հաղորդումներիցս մեկի տակ գրել էին, հետևորդներից մեկը գրել է, չէ, YouTube-ում չէր, Instagram-ի ռիլերում էր, գրել էր այս հաղորդավարը ինչ գիտի, որ իր հյուրի մասին է խոսքը, հաղորդավարը ինչ գիտի, որ հյուրը իր ընկերոջից 9 տարի մեծ է, որտեղից իմացավ, ուրեմն ուզում եմ բոլորին ասել, որ մինչև հյուրերի հետ հանդիպելը, մինչև եթերում հանդիպելը եւ զրուցելը, հաղորդավարը հանդիպում է նաեւ իրական կյանքում, խոսում են, զրուցում են, քննարկում են թեմաներ, նշումներ են անում, որովհետև պրոֆեսիոնալ մարդիկ այդպես են, չի կարելի մեկին բռնել, բերել, նստացնել, ասել արի խոսում ենք։ Նենց որ հյուրի մասին մինչև այդ շատ ինֆորմացիա ենք ունենում եւ հեռու չգնալով ասեմ բարև ձեզ։ Դուք Տաբուի YouTube-յան հարթակում եք։ Եթե դեռ չեք բաժանորդագրվել, անպայման բաժանորդագրվել, որովհետև մեր զրույցները շատ յուրօրինակ են, շատ կարևորը անկեղծ են եւ այստեղ մենք քննարկում ենք շատ տաբու թեմաներ, որոնց մասին դուք անգամ ինքներդ ձեզ երբեմն չեք խոստովանում եւ եթե ուզում եք լսել այդ զրույցները շարունակաբար, ապա բաժանորդագրվեք Տաբուի YouTube-յան ալիքին եւ ասեմ, որ այսօր մեր զրույցը էլի մի հետաքրքիր, կյանքի հետաքրքիր ճանապարհ անցած յուրօրինակ կնոջ հետ է, իմ հյուրն է ռեժիսոր Նորա Գրիգորյանը։ Ողջույն Նորա։ Բարև ձեզ։ Անկեղծ ասեմ բոլորին եւ ձեզ, երբ տեսա ձեր հարցազրույցներից մեկը, հասկացա, որ դուք իմ հյուրն եք, որովհետեւ դուք շատ անկեղծ էիք եւ մտածեցի, որ անկեղծ կլինեք նաեւ այստեղ եւ մենք կփորձենք այսօր այլ տեսանկյունից ձեզ բացահայտել, պատրաստ եք։ Այո, ես ուրախ եմ, որ ընտրյալների շարքում հայտնվեցի ամեն դեպքում։ Հելա ընտրյալը փոքր չէ, ես ապագորգորա, բայց շատ հաճելի է ձեզ հյուրընկալել մեր տաղավարում։ Ինձ էլ շատ հաճելի։ Եվ ասեմ նրանց, ովքեր Նորային չեն ճանաչում, որ Նորան եղել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ռեժիսորը, իսկ դրանից առաջ թվականները չասեմ, իսկ դրանից առաջ թատրոնի ռեժիսորն էր նրա հայրը Ալեքսանդր Գրիգորյանը եւ գեղարվեստական ղեկավար է իհարկե մարդիկ ովքեր թատրոնով ինչ որ չափ հետաքրքրում են հաստատ նրան ճանաչում են բոլորս էլ շատ լավ հիշում ենք նրան բայց այսօր մի փոքր ավելի շատ ձեր մասին կխոսենք խոսակցությունը ամեն դեպքում սկսենք ձեր ընտանիքից դուք ծնվել եք այնպիսի ընտանիքում որտեղ հայրիկը շատ բազմազբաղ էր աշխատանքով, բայց աշխատանքային գործունեության մասին մենք գիտենք, հետաքրքիր է այ ձեր հիշողությունները մանկությունից, ինչպես հայրիկ են եղել, խիստ է եղել, ազատ է եղել, չէ, լինում էր, որ ինչ-որ սիտուացիաներ կային, ինքը չէր ջղայնանում կամ ինչ-որ անկյուն կանգնացնում, ոնց կանեն շատ հայրիկներ խիստ, սկսում էր բացատրել ու շատ հաճախ ոնց որ պահվածքը իմ անալիզի էր ենթարկում ու ասում էր «Ты себя дискредитируешь»։ Այդ շատ ոնց որ սենց տպավորված բան է։ Բայց ես հիշում եմ, որ ինքը պարտադիր ժամը 6-ին գոնե տանն էր։ Իրա բազմոցն եմ հիշում, որ պարտադիր ինքը պետք է այդտեղ նստեր ու ոնց որ հայրիկիս երեխաների միջև տենց հումոր կա, պապան շատ էր սիրում մերսում, որ մերսում էին իրան։ Ու որ մեկնել էինք Ամերիկա ընտանիքով, տենց քրերիս միջև խոսակցություն ենք բացում, ասում եմ ժողովուրդ ձեզ էլ է գովում, ասում ոնց գովում։ Ասում եմ ինչա, դու գնացել ես ինչ որտեղ սովորել ես, փաստորեն, ես պապաս տրուկ էր հորինել, որ տենց
բոլորին գովալով ու ասելով որ վայ աղջես ինչ լավ ես մասաժանում կարող ես սովորել ես միտեղ մենք ավելի ենք սկսում ակտիվ ոգևորում ավելի լավ ենք այդպես Նորա դուք ուզում եմ նաև ասեմ մեր հետևորդներին որ դուք երկու երեխա եք ձեր մայրիկից չէ մի եղբայր եւ դուք եւ բացի այդ ունեք եւս 4 Եվս 4-ն են, այո։ Եվս 2 քույր եւ 2 եղբայր։ Ինչպիսին են հարաբերությունները։ Շատ ջերմ, շատ կարոտել ենք, շատ կուզեմ որ գան։ Այստեղ չեն ապրում։ Չէ, Ամերիկայում Ստիպանը Ջգարխանյան հիմա համ Մոսկվա, համ Ամերիկա, այս կողմա մեկնում։ Սամսոնը Ամերիկայում է, քրերս Ամերիկայում են։ Իսկ այդ ջերմ հարաբերությունների մեջ ում դերն է կարևոր պապայի, մամայի, թե բոլորի։ Ես բոլորի։ կարծում եմ շատ մեծ դերապապան խաղացել։ Իհարկե մենք էլ ոնց որ կոնկրետ օրինակ քրերիս հետ Զարայի ու Աննայի մի տեսակ ուրիշ ձև էր հարաբերությունները, всё-таки այդ շատ ենք մենք ասում, որ մենք Գրիգորյանի աղջիկն ենք, այդ ազգանունը անդադ ոնց որ ականջներիդ մեջ է ու այդ Աշուշենյան ոնց որ այդ նույն վալնայի վրա լինելու, իրար զգալու, նույնիսկ այն ժամանակ, երբ որ մենք եղել է որ վիճված ենք եղել, բայց մի տեսակ որ քո արունն է, սիրում ես ու կարոտում ես ու ուզում ես որ շատ երջանիկ ու լավ լինեն ու միևնույնն է անդադ զգում ես իրեն, այդ շատ սենց անբացատրելի է Շուշենյանը։ Նորա, դեռ ձեր անձնական կյանքի մասին կխոսենք, բայց այս թեմայի մեջ մի բան եմ ուզում հարցնել, որքանով է կարևոր պապայի դերը աղջկա կյանքում։ Դա ամենակարևոր դերն է։ Ես կարծում եմ, որ կոնկրետ աղջկա կյանքում պապան գլխավոր հերոսն է։ Ու ավաղ Հայաստանում ընտանիքները երբ ձևավորվում են, շատ հաճախ ոնց որ տղամարդիկ չեն էլ հասկանում, որ սառը լինելով, տուն ուշ գալով, ինչ հատ է աղջիկ երեխա ծնվել եւ այլնով շատ հաճախ բարդույթներ են լինում աղջկա մոտ։ Ոչ չեմ ասում խելագարվում են կամ գնում են ինչ որ եսիմինչ սխալ քայլեր են անում, բայց ինքնագնահատականի վրա ամենակարևոր ազդեցությունը աղջկա համար իմ կարծիքով ունենում է հենց հայրը։ Դա մենակ պապան կարա պահի, ուրիշ ոչ ոք չի կարա բարձրացնի ու պահի։ Ձեր պարագայում ինձ թվում է պապան միշտ եղել է ձեզ նաև խորհրդատու, հա, ուղեկցող, քննադատ։ Երևի կյանքի ավարտին մոտ էր արդեն, երբ որ մենք սկսել ենք շատ շփվել, ինքը մինչ այդքան չէր հավատում իմ ինստիտուտի սովորելուն, իմ հետաքրքրությանը թատրոնի հանդեպ ու Ռուբենը Բաբան, իմ մաստերը 3-րդ կուրսն էր քննության, զանգել էր, ասել էր արի վերջո նայի, որովհետև ոնց որ դե հետաքրքիր բան է անում։ Հա, այդ ինքը մտածում էր, որ ուղղակի իր ազդեցության տակ է երևի, որովհետև շատ երեխաներ են ոնց որ թատերական ընդունվել, հետո մեկնել են այլ երկրներ ամուսնացել եւ այլն, ոնց որ այդքան լուրջ չէր վերաբերվում, որից հետո արդեն երբ որ եկավ ու տեսավ, արդեն այլ հարթակից էինք խոսում իրար հետ։ Իսկ երբ եղավ այն պահը, որ ինքը արդեն դուք իր հետ աշխատում էիք ու զգացիք, որ վստահում է պապան ու ձեզ համար ձեզ արդեն լուրջ է վերաբերվում, ավելի քան նախկինում, ինչի մասին դուք պատմեցիք։ Այդ պահը ո՞րն էր։ Շատ լավ հարց եք տվել, Աննա ջան, ես տենց պահ չեմ զգացել պապայից։ Չեք զգացել։ Ասեմ ինչի, որովհետև ես երաժշտական դպրոց եմ ավարտել Սայաթ-Նովան, կարմիր դիպլոմով ու պապան ոնց որ անդադ ասում էր, որ դու պետք է իմ քրոջ պես դաշնամուր նվագես, այդպես էլ թողեցի, չշարունակեցի իհարկե, ու սկսել եմ աշխատանքս պապայի հետ երաժշտական ձևավորում անելով։ Այդտեղ վստահում էր, բայց երբ որ արդեն անցա ոնց որ առաջին իմ դիպլոմային աշխատանքներ, որը մեր փոքր բեմում էր աննորմալ ներկայացումներ, այդտեղ առաջին կոնֆլիկտ ունեցանք, որովհետև ես ինքս էլ չգիտեի, որ այդքան ինքնավստահ, ինքնասիրարված ռեժիսոր եմ այդ ժամանակ, բայց երիտասարդության այդ մաքսիմալիզմը ինձ թվում է օքեյ այդ տարիքում։ Երբ որ հայրս եկա, որպես գեղարվեստական ղեկավար նկատողություն անի ու ուղումներ անի, ես չգիտեցի ինչի,
որոշեցի, որ մի վարքան ես եմ ես բեմադրել, ինչի պետք է ինչ-որ մեկը փոխի ու ահագին տենց Այսինքն հակաճառեցի։ Հա, կոնֆլիկտ ենք ունեցել հենց դերասանների մոտ, Իսկ ո՞նց ընդունվեց այդ։ Դե ի վերջո ես պատժվեցի ինչ խոսք։ Բայց լավ է Շուշենյաններ էր։ Ինքը ոնց որ այդտեղից սկսեց արդեն ուրիշ կերպ վերաբերվել, բայց վերջնական վստահությունը կարծում եմ չի էլ կարող լինել, որովհետև դու ռեժիսոր ես ու քո դիմացինը եթե ռեժիսոր է, դու չգիտես մյուս բեմադրությունը ինչ կարա ինքը անի ու ինչը կարա չանի։ Բայց իր ցանկությունը, որ ես զբաղվեմ դրանով, ռեժիսուրայով, ինչպես նաև այդ ժամանակ խաղում էի, պապան ներկայացում էր բեմադրա Островский «Всё на продажу»։ Ու այնպես ստացվեց, որ գլխավոր դերասանուհին չգիտեմ, երևի չգոհեցրեց, չեմ կարող կոնկրետ ասել։ Ես շատ երիտասարդ էի ու տենց թատերական կոնֆլիկտների մեջ չէի մտնում, բայց ինձ տրվեց հնարավորություն, ես որպես երկրորդ ռեժիսոր էի աշխատում պապայի հետ, առաջին անգամ ես ոնց որ ներկա էի այդ process-ին առաջին օրվանից մինչև ավարտը։ Ու պապան ասաց մի հատ գնա, գիտես անգիր պիեսան, հələ դու փորձի։ Ու հիշում եմ այդ առաջի փորձս, մամաս էլ նստել էր ամֆիթատրոնում, դատարկ ոնց որ զալներ, մաման էր նստած ու պապան ոնց որ այդ ոգևորությունից գնում գալիս ու մի հատ ինչ-որ լռություն եղավ մի պահ ու ես լսեցի պապան թաքուն ասեց «Ты родила талантливую дочку»։ Բայց դուք լսեցիք։ Հա, ես լսեցի, բայց ինքը թաքուն էր ասում։ Պատկերացնում եմ։ Հա, այդ ոնց որ բայց միևնույն է, անդադ ձգտումը կա, չես ինքը իր հանդեպ շատ քննադատող եղել որ մնաց մի հատ էլ ես իրեն գողացնեի։ Դերասաններին եթե ուզում էր գովեր, ասում էր, «Это симпатично»։ Հա, ժլատ էր խոսքերի մեջ, բայց այդ վատ բան չի։ Չէ, ինքը կարողանում էր նաև ոնց որ ոգևոր էր դերասաններին։ Ինքը կարողանում էր ճիշտ պահին ճիշտ խոսք ասել։ Ինքը կարողանում էր լավ ընկեր լինել։ Եթե դերասանը մտավ իր կաբինետ եւ դուռը փակեց, անձնական յուրաքանչյուր հարց, որը հնարավոր ու անհնար էր քննարկել, դա արվում էր իմ պապայի հետ վստահ լինելով, որ այդ դռնից այն կողմ դա դուրս չի գա։ Նորա, իսկ այդ բեմի վրա հայտնվելու այդ փորձը եւ ռեժիսուրան երբևէ ձեր մոտ մտածելու տեղիք տվել է դերասան թե ռեժիսոր թե ուղղված։ Իհարկե։ Որտեղ եք ավելի լավ զգացել ձեզ։ Ես սիրում եմ աշխատել շատ դերերի վրա։ Այսինքն ինձ հետաքրքիր է այդ process-ը, նույնիսկ հետևել, թե դերասանը ոնց է սկսում ինչ-որ բաներ մտածել, առաջարկել, ոնց է ինձ լսում, ոնց ենք մենք ինչ-որ connect-ի մեջ մտնում ու փորձում միասնական աշխատանքով ինչ-որ բանի հասնել։ Երբ որ ես բեմում եմ, ինձ քիչ է, երևի տենց կարամ ասեմ։ Ես շատ վաղուց չեմ խաղացել ու երևի թե չեմ էլ խաղա։ Այսինքն իմ մոտ պրոստը ինչ-որ մի պահից սկսած դա ինձ հետաքրքիր չի եղել։ Շատ հետաքրքիր է, շատ են առաջարկները այս վերջերս իդեպ պատկերացնում ես, ես դու իրար հետ բեմում ինչ կարանք անենք, որտեվ շատ հաճախ ոնց որ կյանքի ընթացքում ընկերներիս փոքրիկ բան է, էտյուդներ եմ խաղում։ Հասկանալի է, բայց ամեն դեպքում ռեժիսուրան հաղթեց ու որոշեցիք այդ ուղղությամբ շարունակել։ Հա, դա իմ սերն է, ես սիրում եմ այդ իմ միակ տեղն է, որտեղ ես մոռանում եմ ժամանակի մասին, խնդիրների մասին, ամեն ինչի մասին մոռանում եմ։ Նոր այդ թատրոնը ձեզ համար նաև ճակատագրական էր անձնական առումով, որտեղ հենց այստեղ չէ հանդիպեցիք նաև ձեր ամուսնու Ներվինին, այդ ընթացքը հիմա երբ հետ եք նաև ճիշտ է արդեն ամուսնալուծվել եք, բայց երբ մենք խոսում ենք մեր կյանքի նախկին սիրո կամ դեպքերի մասին, մենք խոսում ենք հենց տվյալ այդ ժամանակաշրջանի մասին։ Ինչու եմ սա ասում, որովհետև երբեմն թյուրիմացություններ են լինում, բայց ես այս վերջերս ինքս ինձ մտածում եմ, որ կան մարդիկ, ու մենք հիմա երբ որ հանդիպենք, ոչ մի էմոցիա չենք ունենա այդ մարդու հանդեպ եւ հաստատ չունենք, բայց երբ հիշում ենք լավ բաները եւ այդ ընթացքը, մենք հասկանում ենք, որ այդ ընթացքում եղել ենք երջանիկ եւ սիրում ենք այդ երջանկության ժամանակաշրջանը։ Այո, բայց ոչ բոլորն են այդպեսին, Անա ջան, ցավոք սրտի։ Եվ դրա համար ես երբեք չեմ ամաչում, օրինակ, խոստովանել, որ օրինակ այս մարդու հետ ես երջանիկ եմ եղել է ենթադրենք 1 տարի, բայց դա իմ կյանքի լավագույն 1 տարին է եղել եւ երբ խոսում ես այդ մասին,
դա խոսում ես հենց այդ 1 տարվա մասին։ Այնց հետաքրքիր է ձեր դեպքում այդ պերիոդը նոր սկսվող հարաբերության ոնց է տպավորվել ու ոնց է այդ ամեն ինչը։ Դա ամեն շատ գեղեցիկ էր ու ես դիպլոմայինս էի բեմադրում ու դերաբաշխման հարցում ոնց որ ես ուզում էի Երևանին, բայց papan առաջարկեց, ասեց Էրվինին վերցրու, ինքը ոնց որ շատ կսազի հենց այդ դերի համար։ Դե ես Էրվինին նորմալ չէի ճանաչում մինչև այդ իրականում, այսինքն ես թատրոն գնում գալիս էի, բայց ներկայացումներին, պրեմիերաներին շեֆի աղջիկ էի, էլի սենց։ Հետո սկսեցին աշխատանքները։ Ուղղակի այդ տարիքում քանի տարեկան եք այդ ժամանակ։ Երևի 20, 19, 20 այդքան փոքր։ Հա, 14 թվականին ենք ամուսնացել, դա ստացվում է 20, հա, ճիշտ եմ թե չէ։ Ամենը չգիտեմ որ թվականն եք ծնվել։ 93։ Լավ, հետո կհաշվենք։ Մեզ մաթեմատիկա պետք չի։ 21 մաքսիմում, լավ, 19-ից 21, էլի շատ շուտ է։ Հա, ու ոնց որ այդ տարիքում այդ սիրահարվել ուրիշ ձևա չէ կատարվում։ Նույնիսկ երբ որ դու պատկերացնում ես, «Ոայ, ես նշանտրեք, ես ոնց կիմանալ, ինչ որ ես ուրիշ վիճակների մեջ ես դու»։ Այդ երջանկությունը չես հասկանում, որ ի վերջո ոնց որ մարդն է ում դու գտել ես կամ ինքն է գտել քեզ։ Դու ավելի շատ ինչ-որ ուրիշ բաների մեջ ես, աղջկական, հարսանիք, գեղեցիկ սիրուն նկարվենք, սիրուն քայլենք, դա սեր չի։ Բայց իհարկե նամտարվեստագետի մոտ այդ թրթիրը ներքին գոյություն ունի ու նույնիսկ մենք իրար հետ էինք խաղում սոնապրադաժու ներկայացումը, որտեղ որ ինքը գլխավոր հերոս էր ու այնպես ստացեց, որ ես եղա գլխավոր հերոսին։ Ու բնականաբար, երբ որ ինչ-որ Աշուշենյաններ ունես, ավելի կրկնապատկվում է։ Իհարկե։ Նորա հիմա երբ հետ եք նայում, ոչ թե ձեր պատմությանը ընդհանրապես, այլ 19-20 տարեկանում արդյոք կարելի է եւ հնարավոր է ճիշտ որոշում կայացնել կյանքի հետ կապված։ Աբսոլյուտն։ Իրականում հիմա սխալ բան է, գուցե ասեմ։ Տեսեք, ես երբ որ իմ երեխեքին դաստիարակում եմ, ես անընդհատ ասում եմ նենց ինֆորմացիա, որը որ իրան հետո կարա պետք գա։ Սովետական մտածողությունը ձևավորումը այլ կերպ։ Այսինքն ասա բարև ձեզ։ Դուք ով խոսիր մեծի հետ, թե ինչի բացատրությունը չկա։ Ի սկզբանե ստիպողաբար է դա լինում։ Դա կոչվում է դաստիարակություն։ Օրինակ իմ դեպքում ես այդպես չեմ վարվում։ Ես մանրակրկիտ եմ բացատրում։ Եթե չի հասկանում, շատ երկար եմ բացատրում։ Մենք ունենում ենք երկար դիսկուսներ իմ երեխեքի հետ, որտեղ որ ես ասում, այ օրինակ դու հիմա սա արեցիր, չէ՞։ Ես չեմ ջղայնանում, թե ինչ ես դու այդ արել։ Ես ջղայնանում եմ նույն տղա երեխաներիս հետ, պարտադիր է այդ խոսակցությունը։ Ես ջղայնանում եմ, թե ինչ ես դու ինքդ քեզ թույլ տվել անես այնպիսի բան, որ հիմա իմ դիմաց գլուխդ կախես, որտեղ տղամարդը չի կարա տենց բան անի։ Անընդհատ ես ոնց որ տղամարդ եմ ձևավորում։ Ու սովետական մտածողությունը ցավոք սրտի ոնց որ ավելի տենց ինչ որ դոգմաներով, ստերեոտիպներով, օրենքներով, կանոններով, գուցե դա ինչ որտեղ շատ ճիշտ է, ոնց որ դա չի նշանակում, որ այս լավն է, այն վատն է։ Եթե դա միասին լինի, պատրիսայющий ինտելեկտուալ երեխեք կունենանք։ Իդեպ ասենք մեր հետևորդներին, որ դուք 4 բալիկ ունեք։ Ասեք։ Ես միշտ հիանում եմ այն կանանցով, ովքեր ունենում են երեխաներ շատ, 4-ն էլ քիչ չի, եւ երեխաներ պահել, մեծացնել եւ դա միայն ֆինանսի մասին չի, շատ դժվար է, այնպես որ 4 երեխաների մայրիկի խորհուրդները կարող ենք լսել, խորհուրդ չէ, ամեն դեպքում կիսվել փորձով ավելի ճիշտ անվանենք, ձեր երեխաներից 2-ը տղա են, 2-ը աղջիկ, չէ՞։ Այդ ժամանակ այդ նոր այդ 19-20 տարեկան ժամանակ, երբ որ դուք ձեր պապային հասեցիք այդ որոշման մասին, ինքը ինչ կարծիք հայտնեց։ Ամուսնության հետ կապված չասեց, օրինակ շուտ անորամի արա։ Մի հատ էլ ասեմ, իմ պապան չի եղել այդ ադաթավոր պապաներից։ Մենք շատ այլ հարաբերությունների մեջ ենք եղել ու աշխարհայացքն է ուրիշ ձև եղել։ Ինքը աշխարհի մարդ էր աբսոլյուտն։ Իրան ամենտեղ ես չգիտեմ այդտեղ որտեղ իմ պապային չճանաչեմ, որտեղ որ ոդկս դնեմ, իր մասին այնքան ջերմ այլ մտածողության էր։ Շատ
լայն էր ներքին աշխարհը։ Ու բնականաբար որպես այդպիսի ներքին աշխարհ ունեցող, որպես ռեժիսոր, որը որ աշխարհի բոլոր հնարավոր սցենարական, ասենք, լուծումներով պիեսները գիտի, բնականաբար պետք է հասկանա աղջկա սիրահարվածությունը ու ես չեմ ունեցել լիբերալ է, այսինքն հա, շատ բնականաբար քննարկումներ եղել են, այսինքն դու վստահ ես, թե չէ նես չի որ հա նորա ջան կնդիր չկա, ինքը շատ խանդում էր, ինքը շատ սուր էր, ոնց որ ամենասկզբում Էրվինին նամանավանդ վերաբերվում, բայց չի եղել, ձեռքը չի խփել սեղանին, չէ, ու դրա համար էլ ոնց որ այդ ջերմությունը ավելի աջերմացել, պապայի հետ դրա համար ենք ավելի կապվել բոլոր աղջիկները իրա։ Հա, բոլորը այդպես են։ Նորա, ամեն դեպքում անցան տարիներ եւ որոշեցիք, որ այլևս մեկ ճանապարհով հնարավոր չէ գնալ։ Իմ կյանքում եւս եղել է նման դեպք եւ այդ պահին ոնց որ շատ նաեւ կարեւորում ու մտածում ես երեխաների մասին։ 3 երեխա, իմ դեպքում 2-ն էր, չնայած տարբերություն չկա։ 3 երեխա, այ մտավախություն չկար, ինչ կլինի հետո։ Դե ես խելագար եմ այդ առումով, Աննա ջան, ես անկեղծ ասած ուղեղը սկսել եմ աշխատացնել աբսոլյուտնես վերջերս։ Անկեղծ չէ, դե անկեղծ եմ ասում, այսինքն երևի 1.5-2 տարի մաքսիմում։ Մինչ այդ ես ինչ որ էմոցիոնալ, հետո համաստեղությամբ առյուծ եմ, առյուծները անալիզ անելու հնարավորություն ունենում են 40+ տարիքից հետո, երբ որ մի քիչ նստում է այդ ոնց որ ներքին այդ խելագար վիճակը, մինչ այդ ես ինքս ինչ անալիզ անեմ, ես ինչ ուզում անում եմ, ինձ ուրեմն տենց է պետք։ Բնականաբար ես անհանգստանում եմ երեխեքի համար ու թե ինչ կլինի, թե ոնց կլինի, բայց հասկանալ մասշտաբը, այդ հիմա եմ ես հասկանում, որ ու նամանավանդ օրինակ փոքրիկ երեխաս Դավիթը իր պապան Պոլշայում է ու այդ չեն տեսնում իրար ու անդադ բնականաբար դու այդ խաչը հետդ պետքա տանես դու ես այդ որոշումը կայացրել բայց այն ժամանակ երբ որ ես որոշումը կայացնում էի ես մասշտաբը բնականաբար չէի պատկերացնում ու դա էլ է խնդիր որ երիտասարդ տարիքում ամուսնանալ դրա համար չի կարելի պետքա մաքսիմալ հնարավոր կերպ ոնց որ ձգել ոչ թե ձգել չամուսնանալ, այլ քեզ ճանաչել։ Այդ է ուզում ասել, երևի թե ոչ թե տարիքային սահմանի մասին է խոսքը, այլ այն մասին, որ դու սկսում ես ճանաչել ինքդ քեզ, հասկանալ դու ով ես, ինչ ես ուզում ես կյանքից, եւ դեպի ուր ես գնում։ Իհարկե։ Եվ այդ ժամանակ, երբ որ դու կայացնում ես որոշում, դա լրիվ խելամիտ, այլ որոշում։ Դու կայացնում ես որոշում, ոչ թե ինչ որ։ Բայց հետաքրքիր է Նորա, այ որ ասում եք այն ժամանակ երկար չեմ մտածել, բայց ամեն դեպքում ամուսնալուծվեցիք ու եկավ այդ этаպը, որ դուք մնացիք մենակ երեխեքի հետ։ Ու մենակ ասած առանց ամուսին։ Ես գիտեմ, որ ձեր մայրիկը ձեզ շատ է օգնել։ Եղբայրս էլ է շատ օգնել այդ ժամանակ։ Եղբայրն էլ է օգնել, բայց ամեն դեպքում որպես կին դու մնում ես մենակ շատ հարցերի հետ։ Այդ դեպրեսիոն этаպը եղել է ձեր մոտ։ Տեսեք, ես հասկացել եմ ինչ է նշանակում սիրել անցած տարի։ Անկեղծ եմ ասում։ Ու նկատել եմ օրինակ տղամարդու ու կնոջ միջև ինչքան հաճախ է լինում այդ աչոք հավաքել էլ, չգիտեմ ուրիշ թե ոնց են ավելի գրագետ կերպ ոնց արտաբերեմ դա, այսինքն կինը անընդհատ փորձում է տղամարդուն ինչ-որ բաների մեջ բռնացնի, որ հետո ինչ-որ մի ի պատասխան գործողություն լինի։ Այդ լինում է փոքր մասշտաբի, այդ լինում է ընտանիքների մասշտաբով։ Ու երբ որ օրինակ տղամարդը վրիպեց, всё, կամ կինը հեծնում է, կամ բաժանվում է։ Հիմնականում այդպես է լինում։ Այդ խոսում եք մենակ կնոջ կողմից, թե երկկողմանի։ Ես հիմա տղամարդու կողմից եմ խոսում ավելի շատ, քան կնոջը։ Այդ եմ հասկանում հասկանամ։ Ինչի եմ ասում դա։ Որովհետև անցած տարվանից կար իմ կյանքում եղավ նման սիտուացիա, երբ ես հանդիպեցի այնպիսի դավաճանության, իսկ ես նենց մարդ էի, Աննա ջան, որ իմ համար դավաճանությունը այդ, всё,
всё, ես այդ մարդը այդ պահից սկսած չկա այլևս։ Հայտնվեցին այդ սիտուացիայում, որ ոնց որ դավաճանված էի, բայց ինձ համար այնքան հարազատ ու սիրելի մարդ էր դա, որ ես զանգում էի ու խնդրում էի, որ գան ներողություն խնդրեն, որ ես շուտ ներեմ, որ ես առանց իրանց իմ կյանքը չեմ պատկերացնում, այսպես։ Ու հասկացած, թե սիրել ինչ է իրականում, այսինքն այն սիրելու մասին, որտեղ օրինակ գրված է Բիբլիայում, էգոիզմ չի դա։ Այսինքն սիրել, եթե սիրում ես, ուրեմն պետք է ներես։ Եթե սիրում ես, ուրեմն ամեն ինչը պետք է սիրես, իր վատն էլ պետք է ամենասիրես։ Ինչի՞ ես անդադ մենակ լավին սիրահարված։ Դա շատ դժվար է։ Բայց այդ դժվար է, որովհետև այդ գալիս է նաև կյանքի փորձի հետ։ 20 տարեկանում, 25 տարեկանում մենք չենք կարող այդպեսին լինել։ Ճիշտ եք ասում։ Բայց կարայք, չէ՞ մի քիչ։ Չէինք կարող։ Այս խոսակցության մեջ ես վերլուծում եմ եւ զուգահեռներ եմ անցկացնում նաեւ ինձ հետ։ Եթե ես ինձ նայում եմ 24 տարեկանում եւ հիմա, դրանք կտրականապես տարբեր մարդիկ են, որովհետեւ ես այն ժամանակ չեմ ունեցել կյանքի այս փորձը։ Եվ երբ որ մենք խոսում ենք ամուսնության տարիքի մասին, դա իրոք թիվը չէ։ Դա այն մեր փորձն է, կենսափորձը եւ մեր ինքներս մեզ ճանաչելու եւ դրանից հետո դիմացինին սիրելու։ Սիրենք ինքներս մեզ, հետո նոր դիմացին։ Այ դրա հետևանքն ու արդյունքն է։ Ուղղակի ստեղ մի հատ շտկում լինի, ես իրականում չեմ ափսոսում այն ինչ որ ապրել եմ, եղել է ու ինձ համար այն հիմա ով ես կամ շատ կարևոր է, որ ես կակրաս ոնց որ այդ փուլերը անցել եմ, որ հիմա դարձել եմ այսպեսին, հա, չհնչի, որ ես այ ես որ ասացի կյանքի փորձ եւ կենսափորձ, ամեն մեկս մեր ճանապարհն ունենք, մենք անցնում ենք մեր ճանապարհը եւ դառնում ենք այնպեսին, ինչպեսին որ կանք։ Ու կարևոր սիրես այդ ճանապարհը, դու քեզ սիրես։ Էդ էլ է մեզ ընդունելու, էդ էլ է ինքդ քեզ ընդունելու մի տարբերակ։ Նորա, բայց այս ամենից բացի ձեր կյանքում նաեւ մեկ այլ դժվարություն եղավ, բայց ես ինչքանով հասկանում եմ, դուք շատ կենսախինդ եւ կենսուրախ մարդ եք, դրա համար կարողանում եք ամեն ինչին մի փոքր վերևից նայել։ Ձեզ մոտ նաեւ հայտնաբերվեց հիվանդություն, ավելի կոնկրետ քաղցկեղ։ Ու այդ этаպները շատ մոտ էին իրար, չէ՞, ոնց հասկանում եմ, ամուսնալուծության եւ հա, սկզբից հայտնաբերեցին հիվանդությունը, հետո Եվ երկուսը իրար հետ։ Եկեք մաթեմատիկան էլ չանցնենք, ես լավ չեմ։ Կարևոր չի։ Կարևորը այն է, որ մի դժվարություն դեռ չվերջացած եւ չհաղթահարած, սկսած երկրորդը։ Այս երկուսը իրար հետ ոնց կարողացաք դուրս գալ, այդ ձեր ուժը որտեղից գտաք, որ կարողացաք ոնց անցավ այդ этаպը։ Օրինակ, երբ որ ես իմացա, ինձ թուղթ եկա, որ չորակ ուռուցք է, հիշում եմ, որ նախկին ամուսինս հուզվեց, սկսեց լաց լնել, մաման խառնվեց իրար, աղբերս ինչ որ սկսեց ներվային այս կողմ են կողմ գնալ, իմ մտքին առաջի ոնց որ ինչ մտքիս եկել էր, այդ դե Ժորժ, ես տարբերակ չունեմ մահանալու, չեք խոսում, չեք գրվել, այսքան երեխա ունեմ, ում եմ թողելու ձեզ, հələ ձեզ նայեք։ Ու ոնց որ ես սկսեցի իրաց հագստացնել, որ ժողովուրդ, ցող լավ կլինի, вообще սա նորմալ է։ Այսինքն իմ մտքով իրականում օնկոլոգիայի խնդիր ինչու՞մն է կանում, որ ինքը պսիխոլոգիչիսկի էլ է ուտում։ Շատ, հա, բայց ես պրոստը տարբերակ չեմ ունեցել։ Իմ մտքով շատ չեմ ասի, որ չի անցել։ Եղել է, որ հուսահատվում ես ու հոգնում ես, որովհետև դա շատ դժվար աշխատանք է։ Բայց ես տարբերակ չունեի։ Ոնց որ անքննարկելի էր, էլի, այդքանը։ Ուղղակի այդ պահին մարդու ուղեղը հնարավոր չի, որ մտածի այն մասին, որ երեխեիկ բան։ Ոնց որ առաջինը դու մտածում ես, «Էս ինչ դիագնոզ էր»։ Այ այդ ուժը բնականից է ուրեմն ձեր մոտ նորա, որովհետև ես միշտ ինչ ուդար լինում է, ես մի հատ հետևում եմ իմ հարազատներին ինչ եղան, նոր հետո ոնց որ ես կթուլանամ, չեմ թուլանա, այդ արդեն իմ խնդիրն է։ Ինչքան տևեց այդ ընթացքը նորա։ Մոտ 1 տարի։ Իրականում ինձ շատ մարդիկ օգնեցին ու ես կակրաս այսօր օգտվելով առիթից մեծագույն շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրին, ով ինձ օգնեց, ձեռք մեկնեց ամեն ինչով, սկսած մորալնը,
վերջացած նույնիսկ ֆինանսականով, այդ շատ կարևոր փուլ էր իմ համար, որովհետև դու միևնույնն է նեգատիվ ես զգում այն մարդկանցից, ովքեր որ գուցե նաև ուրախ են, որ ինչ որ մի բան չի քո հետ կատարվում ու այդ ավելի փխրուն ես դառնում ու այնքան կարևոր է այդ ժամանակ տեսնել տենց մարդկանց, ովքեր որ ուղղակի քեզ օրինակ ինձ օգնության է հասել իմ ընկերը Արսենը, ում ես մինչ ոնց որ իմ հիվանդություն չեմ ճանաչել։ Իմ շատ լավ ընկերը, ում ես ամբողջ կյանքով մեկ կարող եմ որ շնորհակալ եմ ես իրան։ Ու տենց մարդիկ գոյություն ունեն, ու դու հասկանում ես, ասած իմ կյանքը պրոստը հիասքանչ է, ու չես կարա պրոստը դրանից հետո վերարժևորել եք կյանքը, այսինքն փոխվել են ինչ որ բաներ ձեզ համար։ Այ գիծը եղել է, այս սրանից հետո հասկացանք, որ դրանից հետո ես վերջապես ընկա փնտրտուքների ճանապարհին, որովհետև միջև այդ ես կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ է գնում իմ կյանքում։ Ուղղակի ես չեմ հասկանում, բայց ամեն ինչ ճիշտ է, հա, լավ է։ Երբ որ ոնց որ էտու դառը եղավ, դրանից հետո ամուսնալուծությունը, начал поиск։ Իսկ ինչ էիք փնտրում, Նորա, այդ ժամանակ թատրոնում արդեն զգում էիք վերաբերմունքը ձեր հանդեպ։ Հա, իհարկե։ Դե ես երկար վերաբերմունքը զգացել եմ պապայի մահվանից 5 րոպե հետո։ Հա, այդ արագությամբ։ Հա, ամեն ինչ շատ լույսի արագությամբ է։ Բայց ամեն դեպքում ուզում ասեմ, որ չէ, այդ վերաբերմունքը ինձ վրա ոչ մի կերպ չի ազդել։ Ես արդեն ինչ որ նույնիսկ իմունիտետ ունեի այդ առումով ու շատ թեթև էի նայում։ Իսկ փնտրտուքներս նրանում էին կանում, որ ես զգում էի, որ ինչ որ բան այն չի կատարվում։ Ինչ որ ձայներ, երևի, չգիտեմ, հուշումներ, որ դու հասկանում ես, որ կյանքը ճիշտ չի գնում գուցե, ինչ որ մի բան պետքա փոխել։ Իսկ այդ ինչին էր վերաբերվում, ինչը փոխեիք։ Ձեր անձնականից հետո գործնականը, թե ընդհանուր ուղղությունը կյանքի։ Հենց այդ է, որ դու չես հասկանում, որովհետև այդ ժամանակով դու հիվանդացել ես ինչ որ հիվանդությունով, բուժում ես ստացել, հետո բաժանվել ես, այսինքն ֆիզիկականից սկսած վերջացած հոգեբանականով դու փնտրում ես, այս ինչ եղավ իմ հետ։ Ու գուցե նաև սխալ ճանապարհներով ես գնում ինչ որտեղ, որովհետև никто не застрахован։ Իսկ որ պահից գտակ ճիշտ ուղին։ Երբ որ մնացի աբսոլյուտն մենակ իմ որոշումով։ Ու այդ միայնակությունը ես մաղթում եմ յուրաքանչյուր մարդու, որպես ինքը մի քիչ արթնանա։ Նորա, այդ են էտապներ, որ ինչ որ միտեղ կարդացել էի, որ 2 ամիս տանից դուրս չեք եկել։ Տանից դուրս գալ ոնց չէ։ Ես տանից դուրս գալը նկատի չունեմ, որ 2 ամիս ընդհանրապես տանից դուրս չեք եկել։ Այդ հենց այն մեր զրույցից առաջ էինք քննարկում այս թեմա, երբ որ դու մնում ես ոնց որ հայտնվում ես անդունդի ամենաներքևում ու հասկանում ես կամ պիտի ստեղ մնաս ու մեռնես, կամ պետքա դուրս գաս ու բարձրանաս վեր։ Ինչպես ասում էր Յունգը, человек должен встретиться со своей тенью։ Դու պետքա օտի դո հասկանաս ինչ ես դու սխալ արել։ Ում ես ցավացրել, ինչի ես ընձեղել։ Դու պետքա սկսես հիշել այն ինչ որ 2 տարեկանից քո կյանքում եղել է ու դու չես հիշում։ Այնքան տեսարաններ քո կյանքի, որ ի վերջո քեզ ձևավորում է։ Ես այդ 2 ամսից հետո ես էի ու բալիկներս էին, այսինքն ես կտրականապես թատրոնից դուրս եկա, մաքրեցի աբսոլյուտն մարդկանց իմ կողքից, ովքեր որ նրա համար էին կամ նրա համար չէին, չգիտեմ, բայց այդ պահին իմ կողքին չէին, երբ որ իրան իմացան, որ ես իմ երկրորդ տանից գնացի, գուցե իմ որոշումով դա կապ չունի։ Այդ մարդիկ պետք է իմ կողքը, իմ ձեռքը բռնած լինեն, եթե ընկեր են։ Ես աբսոլյուտն բոլորի մաքրեցի ու մնացի մենակ։ Ու սկսեցի փորել, այնքան փորել, մինչև խելագարվել։ Հետո այնքան խելագարվեցի, որ սիրեցի ինձ։ Սիրեցի հենց տենց ոնց կամ ու իմ սխալներով ու այն հնարավորությունով։ Դրա համար իմ համար Պատրիսիայի ֆիլմը «Властелин колец», որտեղ որ ասում է «У каждого своя ноша». Это бремя, кольцо, которое тебе дали, бремя, которое ты должен носить։ Ու այդ ամեն մեկը պետք է այդ բրեմյան հասկանա այդ ճանապարհը։ Ամեն մեկս անցնում ենք մեր ճանապարհը, ոնց քիչ առաջ ասացի, եւ ամեն մեկից տրված այն, ինչ որ պիտի մենք անցնենք, որպեսզի դառնանք այն, ինչ որ կանք։ Այդ ընթացքում ես պատկերացնում եմ ինչքան բաների մասին եք մտածել, ինչքան բաներ եք տվել, առել, այսպես ասած։ Մարդու կյանքում ինչ որ լինում է, ինքը մտածում է, օրինակ
քիչ առաջ ասացիք, ինչի համար իմ հետ էսպես եղավ, չէ՞։ Բայց երբ որ դու սկսում ես վերլուծել հասկանում ես, ասում ես ոչ թե ինչի հենց իմ հետ, այլ ասում ես ինչ դաս տվեց սա ինձ։ Այդ հասկացվեց, չէ՞ ձեր մոտ, ինչի համար է այդ ամեն ինչը եղել։ Հա, ու ոնց որ պետքա մարդ անընդհատ հասկանա, որ յուրաքանչյուր բառից սկսած մաթեմատիկա է տեղի ունենում, այդ որ ասում էի։ Այս գումարած ես, հավասար է սա, դու ուզես չուզես, դա դառնալու է։ Եթե դու ինչ որ մի հատ էներգետիկ ոնց որ ճանապարհի վրա ես, եթե դու մտածում ես, վայ, չէ, ես հաստատ բանը բուժքույրի աշխատանքը չեմ շարունակելու։ Ու շարունակում ես։ Միևնույն այն ինչ որ մի օր գալու է, որ դու էլ չես շարունակելու, որտեվ յուրաքանչյուր գործողության այդ փոքրիկ տոկոսի մեջ այդ միտքը գոյություն ունի, ինքը ապրում է ու սկսում է խժռել։ Ես կոնկրետ ին վերաբերյալ ես անկեղծ շատ էի ուզում մնալ օրինակ թատրոնում։ Ինձ համար այդ իմ տունն է, ոնց որ ես, չգիտեմ, ուրիշ ձև չեմ կարող վերաբերվեմ թատրոնին։ Չէի կարող վերաբերվել։ Հետո երբ որ ինձ արդեն սիրեցի, Աստված իմ papan 52 տարի ղեկավարել է այդ թատրոնը, ինքը հայ պատմության մեջ մնացել է կակ մինիմում որպես ամենաերկար գեղարվեստական ղեկավար, թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Ես ինչ ունեմ այնտեղ, ինչն է ինձ այդքան այտենց պահում, ինչի ես պետք է ինչ որ նվաստացումների, ինչ որ բաների դիմանամ։ Նամանավանդ երբ որ ես եմ ու լավն եմ։ Ես շատ ավելի քան դուք պատկերացնում եք, շատ լավ հասկանում եմ ձեզ, որտեղ շատ նման իրավիճակում ես եմ եղել եւ այդ պահը, որ ես ձեր ասած ես այլևս բուժքույր չեմ աշխատելու, բայց մնում ես իմ հետ եղել է եւ բավականին երկար։ Եվ հիմա երբ որ հետ եմ նայում, շատ եմ ափսոսում, որ ես այդքան դիմացել եմ, որտեղ այդ նույն բանը ինչ որ դուք ասում եք, իմ հետ է պատահել, այդ ընթացքը ինչքան ցավալի էր, երբ որ դուք գիտակցում եք ձեզ 5 րոպե հետո պապայից, արդեն գիտակցում եք ձեզ ոնց են վերաբերվում, ինչեր են անում, ինչ դավեր են նյութում, ոնց են ձեր հետևից խոսում, չգիտեմ, այդ ամեն ինչը ու այն մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում ձեր կողքը որպես հարազատ են ներկայացել։ Դե այդ ժամանակ էի տենց նայում, իսկ հիմա մտածում եմ, որ դա абսոլютно նորմալ է, այդ տենց է, ոնց որ այդ էներգիան է տենց պտտվում։ Պրոստը պետք է հասկանալ այդ հավասարակշռության օրենքը։ Չի կարան ուրիշ ձև լինի, չի կարա տենց վալնա չլինի այդ տենց մեծությունից հետո։ Եթե ես մի վարքյան պատկերացնեմ, որ լավ, հիմա ոչ ոքի հավատքին չկպնեմ, ընդհանուր ասենք Աստված կամ լուսավոր էներգիա, որը որ մեզ կապում է։ Եթե ես մի վարքյան պատկերացնեմ, որ դա չկա, ես կգնամ բոլոր գործողություններին, ամեն ինչ կփորձեմ անեմ, չգիտեմ ինչ, բայց կանեմ։ Ու ես կարծում եմ, որ շատերի համար թատրոնում Ալեքսանդր Սամսոնիչից հետո գեղարվեստական ղեկավար իրանք չէին տեսնում։ Ամեն մեկը իր ոնց որ հոգու չափով է ինչ որ քայլեր արել։ Բայց ես անկեղծ պրոստը ընդեղ եմ հասել, որ ես ամեն ինչն եմ հասկանում։ Ինձ համար այդ абսոլютно ոնց որ եւս մեկ մարդկային ռեակցիա, ացենկա տենց սիտուացիային ու ես երբևիցե օրինակ Աննա, որ դուք ասում եք ինչքան ժամանակ եմ ես ծախսել, իսկ ես կարծում եմ, որ հենց դուք այսպեսին, որ հիմա կաք, այդ ձեր աշխատանքի ու հենց այդ դժվար, որ դու գնում ես աշխատանքի, մտածում ես, արա դե խի չեն թողում աշխատեմ, ինչի են ինձ խանգարում, բայց էտա քեզ կոփել, որ դու հիմա սենցն ես։ Էտա քեզ դարձրել հենց այս կերպարը, այս անկեղծ մարդը, որտեվ դու այնքան դժվարությունով ես յուրաքանչյուր աշխատանքը տարել, սիրելի աշխատանքը տարել, որ հիմա ոնց որ քեզ այդ չգիտեմ, այնքան թեթև է հիմա ամեն ինչ թվում, չէ՞։ Դու ինձ միջև ինտերվյու հարցրեցիր, հիմա ինչքան ազատ ես քեզ զգում։ Բա հա, որովհետև հենց այդ ճանապարհն է քեզ ազատության բերում։ Հիմա ես абսոլютно ազատ եմ։ Ես չեմ կարողանում մտածեմ, որ ինչ որ մեկը իմ կյանքում ինչ որ վատություն անելու համար է եղել։ Абсолютно, ոնց я не то, что со мной произошло, я то, кем себя вижу. Էլի Յունգ եմ անդացիտում իհարկե, էլի ուրիշ գրքեր եմ կարդացել, հիմա էլ եմ շարունակում կարդալ, բայց ամեն դեպքում։ Միջայլոց այդ ընթացքում շատ օգնում է այդ ընթերցանությունը, ես էլ եմ շատ կարդում, շատ լսում, եւ այդ շատ ճանապարհներ է բացում։
փոխվում ես ամեն կերպ։ Բայց մի ուրիշ հարց եմ ուզում տալ, որտեվ ինչ խոսում ենք, շատ բաներ իմ հետ էլ ոնց որ իմ պրիզմայով եմ ուզում այդ հարցերը տալ։ Մեկ անգամ, երբ որ չի ստացվում մարդու կյանքը, մյուս անգամ քայլ անելուց միշտ վախ է լինում։ Ամեն դեպքում արդեն շատ բաներ գիտես։ Սրանից հետո էսա լինելու, հետո էսա լինելու։ Երկրորդ անգամ որոշեցիք նորից ամուսնանալ, այդ վախը չկար ձեր մոտ։ Չէ, դե ես խելար դուխավիկ էի այդ ժամանակ ուղակի։ Այդ ինչքան ժամանակ էր անցել իրար։ Կարճ էր ժամանակը։ Հա, կարճ էր ժամանակը ու խնդիրը նրա մեջ չէր, որ ես խելագարի պես սիրահարված էի, որ ուզում էի ամուսնանել։ Աբսոլյուտն։ Խնդիրը նրա մեջ էր, թե բաժանվելուց տղամարդը քեզ ինչ է ասում։ Ինձ ասեցին, որ ես 3 երեխայով երբեք չեմ ամուսնանա ու կլնեմ ինչ-որ մեկի սիրուհին։ Господи, չէ։ Ու ոնց որ այդ բնականաբար երիտասարդական մաքսիմալիստական մտածողության մարդը, ես չեմ ասում, որ ես իմ երկրորդ ամուսնուն սիրարված չեմ եղել, բայց էլի այն միտքն է, որ սենց կրծում է քեզ, քո թասի բին ինքնասիրությանդ կպել են, ասել են դու, վсё, էլ բանը, քեզ լուրջ ոչ ոք չի կարող վերաբերվի, ում ես դու պետք, իհարկե։ Ոնց կարելի է նման կնոջը տենց բան ասել։ Ու դա էլ նպաստեց ոնց որ իմ ամուսնությանը, որը իրականում էլի կարճ տևեց, որովհետև հիմնականում ավելի բիզնես ինդուստրիայի հետ էր կապված մեր ամուսնությունը, մենք պետքա մեկնեինք Ամերիկա, հետո չստացվեց, ոչ տենց խելահեղ սիրո մասին է խոսքը գնում, բայց դրդապատճառներից մեկը նաև եղել է այդ նախադասությունը, ու ես գիտեմ շատ մարդկանց, ովքեր որ նույնիսկ եթե չեն ամուսնանում, իրանք ունենում են այդ բարդույթը։ Կինը իր սամահացենկան ընկնում է, ինքը սկսում է ասել, դե ճիշտ է ասում, ես պետք է գամ հետո հետավերադառնանք նորա։ Ինչ կանեմ։ Ձեզ եթե նման բան ասեն, արդեն դրա պատասխանը կուզեք տալ նորից նույն ձևով։ Չէ, գիտեք հիմա ոնց եմ անում։ Եթե օրինակ ինձ ինչ որ նենց բան են ասում, որը ինձ հետ կապ չունի, ես չեմ պատասխանում, որտեվ դե հաստատ իմ հետ չեն էլի խոսում, իմ հետ չի կարա դա լինի։ Այն ժամանակ ես կարա ինչ որ դիսկուսի մեջ մտնեի, կռիվ անեի։ Իսկ հիմա եթե ինձ ինչ որ վատ բան ասեն, վատ բառ ասեն ենթադրենք, ես պրոստը մտածում որ այդ իմ հետ չեն, ու վсё։ Իգնոր եմ անում աբսոլյուտն, չեմ կարա ինչ որ ակցիա։ Հարցս ինչի համար էի տալիս, որ երբ որ դու հասունանում ես եւ փորձ ես ձեռք բերում, շատ բաների սկսում ես բոլորովին այլ կետից նայել եւ այլ կերպ վերաբերվել։ Այսինքն էդ էլ էր կյանքի փորձի, երիտասարդության պակասի, կյանքի փորձի պակաս, երիտասարդություն, եռացող արյուն, դրա արդյունքը, բայց հիմա արդեն գիտեք Աննա ջան, իմ բախտը նրանով մի քիչ չի բերել, որ ես շեֆի աղջիկ եմ եղել։ Ու ինստիտուտից սկսած, եթե ոչ դպրոցից, ոնց որ, չէ, երևի ինստիտուտից ավելի շատ, ցույց թատերական ինստիտուտում Սամսոնիչի աղջիկը այդ շատ հնչեղ եւ գունեղ է։ Այսինքն շատ ժամանակ դա խանգարել է ձեզ։ Աստված իմ։ Իհարկե, սկզբում երբ որ դու ձևավորվում ես, պրոստը կոմպլեքսներով ես ձևավորվում։ Ես ինչ անում եմ, ես գնում եի սաատ նվագում էի քնությունս 20-ից տանում, մաման ասում էր, դե մի քիչ էլ պապայի համար են քեզ գնահատ։ Դե խի, բարոք, ստի կոմֆորտը։ Ձեզ տենց էլ ասում են։ Հա, իմ մամա, բայց ինքը ոնց որ ինքը ավելի շատ նրա, ինքը մոտիվացիոն բան ուներ, հա։ Հա, բայց հա, այդ մրցումը բնականաբար, հա, ձեր վրա այդ վատը արադարձել։ Իհարկե, իհարկե։ Ես լավ ընկերներ չեմ ունեցել ի սկզբանե։ Այսինքն միևնույն է ինչ որ մի հատ փոքրիկ շահիկ ինչքան էլ անկեղծ ընկերություն ա եղել, այդ հետապնդել է։ Ու դրա պատճառով ոնց որ ես անդադ ընկերներիս հետ որ վիճվում էի կամ ընկերուհիներիս լավ տենց ասեմ, վիճվում եմ, ես ասում եմ ինչի՞ չես ինձ ասում։ Որտեվ ես ասում քեզ ասում կոպիտ եմ դաժե ինչ որ բան ճշմարտություններ ասում, բայց ես ասում որտեվ ես քեզ սիրում եմ, ուզում ես ճշմարտությունը տեսնես։ Ու երբեք այդ հակառակ ադաչան, ոչ չեմ ասի երբեք, հիմա սխալ սուտ կխոսամ, եղել են ինչ որ խոսակցություններ, բայց միևնույն է այն նակալի պրոցենտը չի եղել, որով որ ես էի փորձում իմ ընկերներին ճիշտ ուղու վրա դնել։ Դա էլ է շատ կարևոր բան, թե ով է քեզ շրջապատում այդ շրջանում, ովքեր են քեզ խորհուրդ տալի, ովքեր են քեզ, չգիտեմ, գրկում, օգնում, այդ շատ կարևոր է։
Ամեն դեպքում սխալ էր թե ճիշտ էր թե ինչպես կա տեղի ունեցավ ամուսնությունը, եւս մի բալիկ ունեցաք եւ ինչպես արդեն ասացի 4 երեխա ունեք։ Շատ երիտասարդ մայրիկ, որը ունի 4 երեխա եւ հիմա էլի որպես մայր մենակ այդ երեխաների հետ ոնց է կյանքը ընթանում։ Իմ կարծիքով դա բավականին ծանր ու դժվար աշխատանք է։ Հատկապես որ ձեր 4-րդ բալիկը այլ հայրիկից է եւ այդ երեխաների միջև հարաբերությունները կարգավորելը երևի պիտի դժվար լինի։ Այդ այն законն է, որ չի քննարկվում մեր տան, абսոլյուտно չի կարա նման բան լինի, ու եթե նույնիսկ այլ ինչ որ պապայական տնից ինչ որ մի բան հնչի, դա ուղղակի կաղաղանի են քանում նման բաները։ Չէ, մենք մի ընտանիք ենք, абսոլյուտно ու դա չի կարա քննարկվի։ Բոլորին ես իմ սրտի տակ եմ ման տվել։ Պապաներից ոչ ոք ման չի տվել, ես ման տվել։ Ասածս այն է, որ իրանք իմ սրտից, ինձանից են, ու բոլորն էլ ոնց որ իրար հարազատ են։ Երեխեքը փառք Աստծո, այդ абսոլյուտно շատ լավ գիտեն։ Իսկ որպես կին դժվարություններ ունեք, օրինակ լինում է պահ, որ կոտրվեք, որ մենակ եք, որ դժվար է, որտեվ հեշտ չի մենակ մայր լինելը, թեկուզ միայն շեշտեմ հոգեբանական Ես մենակ երևի կարամ ասեմ, որ հիմա մի քիչ տխրում եմ, որ ուշ եմ տուն գնում, ժամը 3-9 աշխատանքս այդ ժամին ավարտվում, ու ես չեմ հասցնում հիմա իրանց հետ շփվեմ, ոնց պետք է շփվեմ։ Ու այդ իմ համար ոնց որ միակ երևի արդյունք բերող միտքն է հիմա, որովհետև ես միշտ վախեցել եմ ժամանակից, Աննա ջան, իմ papan որ տարիքով է եղել, ես ինչքան որ սկսել եմ ոնց որ գիտակցված կյանքս, իմ վախն եղել է, որ papaի տեսա կարող է ինչ-որ բան լինի։ Դրա համար ես շուտ եմ ամուսնացել նաև, դրա համար արագ երեխա ունեցանք, որ papan իր թորնիկներին վերջապես տեսնի։ Ու հիմա էլ այդ ժամանակի հանդեպ վախս նրանում է կանում, որ ես վախում եմ, որ նրանք շուտ մեծանան։ Հա։ Ու հասկանում եմ լրիվ։ Հա, այդ շատ դասադն է, չգիտեմ հայերեն ոնց են ասում, очень դասադն է, որ դու գիտակցում ես, որ դու ինչ-որ պահեր ես բաց թողում։ Հա, այդ շատ վատ պահ է, որովհետև հետո հետ ես նայում, իմ մոտ նենց հաճախ է լինում, որ ես նայում եմ երեխեքի վիդեոները ու ասում եմ Աստված ջան, ինչ ախելք եմ եղել այն ժամանակ, այս պահը Երանի նորից կրկնվեր, այդ նենց վատ զգացում է։ Ես իմ տղան 7 տարեկան էր, աղջիկս 3, ու մենք ամուսնալուծվեցինք, ու ես շատ էի աշխատում։ Իհարկե ես էի տանում մանկապարտեզ, բերում բան, բայց միևնույնն է հիմական բաներ, ես իմ երեխեքին էլ եմ ասել, այնքան եմ ափսոսում ու կերազեի մենակ կյանքս նորից որ սկսեի, այդ բանը հետ բերեի, որ իրանց հետ ավելի շատ լինեի։ Հա, կա տենց բան, շատ տխուր բան է, նամանավանդ երբ որ ուժեղ կին ես լինում ու դու ոնց որ անդադ ամեն ինչ կոնտրոլի տակ ես պահում, նույնիսկ այդ ճանապարհը երբ որ դու պետք է տանես դպրոց, դու իրանց հետ չես, որտեվ դու հեսա պետք է եկա գործ ունես անել օրվա մեջ ու ամեն ինչը գծած է ու չես հասցնում պրոստը։ Լավա գոնե այդ երեկոները կան, իրանք էլ սպասում են մինչև ես գամ, որ շփվենք։ Նորա, ես գիտեմ, որ պապայից կորուստը բավականին դժվար է հաղթարել, բայց հիմա այնց մի հատ էտապ եկել է, որ ինչը բնականաբար պապային երբեք մոռանալ չի լինի, բայց որ արդեն ավելի adekvat ես վերաբերվում, գիտակցում ես, որ բոլորս էլ այդ օրը գալու է, մեր համար էլ է գալու, բայց ու շատ լավ է, երբ որ այդ օրը գալիս է ու քո երեխեքն են քո կողքը, այսինքն քո երեխեքն են քեզ ճանապարհում, ոնց որ մենք մեր ծնողներին։ Աննա ջան, ես պրոստը եկել եմ այն մտքին, որ բոլոր մեր սիրելի մարդիկ, արունակիցները, ընտանիքի անդամներով չկան ու դու ոնց որ իր արյանն ասից լինես, իրանք քո մեջ ապրում են, պրոստը դու այդ չես նկատում։ Ես դա նկատում եմ իմ երեխեքի մեջ, մեկի քայլվածքն է, պապայինը, մեկի չգիտեմ ինչն է, մամայինը,
ու դրանով է հենց կյանքը գեղեցիկ, որ իրանք չգիտեն էլ, որ շարունակում են դա։ Ու այդ Պատրիսայուշի է։ Հիմա ես այլ կերպ եմ նայում դրան։ Ես գիտեմ, թե էներգիան ոնց է փոխանակվում, դիեզերքի կապը ինչքան է, ինչքան է մտքիդ կապը կարևոր, ինչքան իրերի հին։ Ես հիմա գիտեք ինչքան իրամոլ եմ դառել, բայց հին իրերի, այն ինչ կապված է տատիկներիս, պապիկներիս հետ, այդ ամեն ինչը էներգիա է տանում, իսկ էներգիան ոնց որ պամյաց է տանում, հիշողություն կա մեջը։ Ու դու ուզած չուզած, եթե կապ ունես այդ դրա հետ, դու դա զգալու ես, դա քեզ ինչ-որ բան է տալու։ Նենց որ ես հիմա պրոստը մի քիչ ուրիշ ձև եմ այդ մահվանը նայում։ Ես գիտեմ, եթե ես խոսում եմ, ես գիտեմ, որ ինձ լսում են։ Ու գիտեմ ու ուղղեմ դա։ Ինձ պարտադիր չի գնալ գերեզմաններ, որը ես իմ պապայի հետ խոսեմ։ Ժամանակին ես ինձ մեղավոր էի զգում, երբ որ ինչ-որ հաճախականությունս քիչ էր լինում, բայց եթե հիշում ես ու խոսում ես հետ, ինքը կա ու հաստատ քեզ լսում է։ Ճիշտ է, ես էլ եմ նույնիսկ վերաբերվում դրան։ Հաճելի է, որ մենք շատ տեղեր ենք նման։ Գիտեմ, որ ուրիշ աշխատանքով եք զբաղված եւ ես շատ լավ եք զգում, մի փոքր էլ դրա մասին խոսենք։ Այո, ես ընդունվել եմ Cascade Production Hot Studios որպես creative manager, շատ մեծ creative team է, որը արդեն իսկ ստեղծել է առաջինը Հայաստանում նմանատիպ ֆիլմ, action ֆիլմ, որը որ նաև սթրիմ է լինելու տարբեր երկրներում, տարբեր հարթակներով, ինչպես նաև Amazon Prime Video, ու ինձ համար այդտեղ ես մարդկանց եմ տեսնում։ Այո։ Մարդիկ, ովքեր որ այ բանը ինչ-որ բան դուր չեկավ, բոլորին բարևում եմ, ժողովուրդ ես շատ եմ սիրում մի հատ էլ ասել։ Պատտում ասում եմ, լսի, ինչ ես բան, այսինքն այնքան sense մարդկային միջավայր։ Ես նույնպես ճանաչում եմ, գիտեմ ու մասին եք խոսում, շատ լավ գիտեմ այդ մարդկանց ու իսկապես աշխատանքի վայրում ամենակարևորը հենց այդ մթնոլորտն է, որ դու կարողանաս ստեղծագործել ու հիմա դուք այդ բոլոր հնարավորությունները ունեք։ Այո, ես շատ շնորհակալ եմ մեր ղեկավարին Արտյոմին, որ առաջարկեց այս աշխատանքը, ամբողջ թիմին եմ շատ շնորհակալ, որովհետև շատ կարևոր է, որ արդեն ձևավորված ֆիլմ, սյոմկեք անցած թիմը մեկ էլ ինչ-որ նոր մարդ է հայտնվում։ Այն էլ տենց բաժանված 4 բան, ոբշեմ, էլի եսի ով է գալիս։ Դե լավ, այդտեղ դժվար է կարծրատիպերը լինեն։ Չէ, չկան, բայց միևնույն է, այդ զգուշությունը սկզբում կա իհարկե։ Ու շատ sense այլ կերպ ես իրանց ընկալեցի, իրանք հասկացան, որ ես խելագար եմ, որովհետև ես օրինակ հանգիստ չեմ կարողանում աշխատել, ես ռեժիսոր եմ, ինձ պետք է օրինակ անցած զալով գնալ գալ, այստեղ զալ չկա, ես աթոռն եմ կոմպյուտերի շուրջ ու սկսում եմ թռվռալ, սկսում եմ երաժշտություն լսել, պարել ու արդեն всё։ Նորա դուք ձեզ լավ եք զգում։ Այո։ Միջավայրը հրաշալի է։ Այո։ Երեխաները առողջ են։ Այո։ Այո։ Եվ դուք շատ ավելի երջանիկ եք։ Այո, ու դա իմ որոշումն է լինել երջանիկ։ Եկեք բոլորս որոշենք եւ լինենք երջանիկ։ Նորա, շատ շնորհակալություն հետաքրքիր եւ անկեղծ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ Աննա ջան։ Սիրելի հետևորդներ, մենք դեռ կհանդիպենք, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել։ Մեր գործընկերն է Կինեա Գինին, նրբահամ եւ համեղ գինի, սպիտակ եւ կարմիր տարբերակներով։ Կինեայի գինիները ձեռք բերելու համար կարող եք գրել Կինեայի Facebook-յան եւ Instagram-յան էջերին։ Մեր գործընկերն է վայրի ապրանքանիշը պահածոների իր չկրկնվող տեսականիով։ Յուրահատուկ համեր, որոնք իսկապես անմահական են։ Անձամբ փորձել եմ, փորձեք նաև դուք։ Վայրի, զգացեք վայրի բնության համը։ Մեր գործընկերն է Art Embassy ցուցասրահը։ Հենց այստեղ են տեղի ունենում մեր նկարահանումները։ Շնորհակալություն հրաշալի միջավայրի եւ տաղավարը մեզ տրամադրելու համար։